Ինձ հետաքրքիր է, ես կուզենայի օրինակ կաթողիկոսի մայստեղ ներկա լիներ եւ ես իրեն հարցնեի։ Օրինակ Լևոն Հարապետյանի համար ինչու չէիք աղոթում։ Ինչու չէիք բարձրաձայնում ձեր ձայները, որ նա սպանվում էր ռուսաստանյան բանտում։ Ձեզ գումար չէր տվել դրա համար։ Միգուցե տվել էր, ես չգիտեմ, իմ տվյալների չեմ տիրապետում, բայց մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը ահռելի գումարներ է փոխանցել եկեղեցուն։ Դե հա նկարել։ Գարեգին բեին, այո, սրբադասվել է իր կնոջ հետ։ Հասկանում եք, ես չգիտեմ, ես կարծում եմ Գարեգին բեի յուրաքանչյուր օր իր պաշտոնում մնալը դա ապտակ է եւ խայտարակություն ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու համար, Հայաստանի Հանրապետության համար, հավատավորների համար, հայ ժողովրդի համար, այդ դիվանապետի իր պաշտոնին մնալը յուրաքանչյուրը խայտարակություն եւ ապտակ է նաեւ Գարեգին բեի համար եւ այդ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, հայ առաքելական եկեղեցու համար եւ ես վստահ եմ իրենք գնալու են, ժամանակի հարց է, բայց ես կարծում եմ, որ իրենց գնալով չպետք է վերջանա եկեղեցու բարեփոխումը, որովհետեւ այնպես չէ, որ բոլոր եպիսկոպոսները մաքրամաքուր են եւ սուրբ են,